Դերոջ խոսքը գուկա այս արավոտ մեզի Հռոմեացիս քիրքեն Romans chapter 10 verses 8 to 13 Հռոմեացիս 10-րդ գլուխ 8-13 համարները պիտի ընթերցեմ եւ պիտի սորվենք այսօր Հիսուսը թավանելու կարևորության մասին Հռոմեացիս 10:8-13 Հաբա ինչ կսե խոսքը քեզի մոտ է քու փերնիդ մեջ եւ քու սրդիդ մեջ է այսինքն հավատքին խոսքը զոր մենք կքարոզենք վասնզի եթե քու փերնովդ Հիսուսը դեր խոստովանիս ու քու սրդիդ մեջ հավատաս թե Աստված զանիգա մերելներեն հարուց պիտի փրկվիս վասնզի սրդով կհավատա մեկը արդարանալու ու փերնով կխոստովանի փրկվելու քանզի քիրքը գսե ամեն ով որ անոր հավատա պիտի չամճտա վասնզի խդրություն չկա հրյային ու հույնին մեջտեղ վասնզի ամենուն դերը նույնն է արադ ամենուն որոնք կգանչեն քանզի ով որ դերոջը անունը գանչե պիտի փրկվի դեր օրտեր սուրբ խոսքին ընթերցումը երկար դարիներ առաջ երբ գերմանական բանակը գհարաճանար թեպի Փարիզ դարբեր քյուղերը գանցներ բայց այդ քյուղերեն բնակիչներեն ոմանք կպատրաստվեին թիմադրելու քավազաններով փահերով փրիչներով Եվ հանգարց գինմը այս խումբին միացավ անթացուբերով շուրջ եղողները իրեն ասին դու խենթ ես ինչ գործ ունիս հոս ֆիզիկապես դգար ես անգարող ես Բայց անթացուբերը զոջելով գուզես թշտամին թեմ տնել Ինչ պիտի ասեն քեզ քու մասիդ Ասավ հոգ չեմներ թե մարդիկ ինչ պիտի ասեն Կարևորը մարդիկ թող գիտնան թե ես որու կողմ եմ Կյանքի մեջ Քեզ մե և ինձ մե կբահանջվի հստակորեն հայտնել, հայտարարել, թե ես որու կողմն եմ։ Հավատքի կյանքի մեջ շատերը գաբրին քաղտնապար, ձաձուկ, մեկը թող չի մանա, մեկը թող չի գիտնա Թե ես կիրագի արավոտ գերթամ դերոջը դունը մարդիկ թող չգիտնան որ ես աստվածաշունչը կփանամ կգարթամ կսերդեմ մարդիկ թող չգիտնան ին հոգևոր կյանքս կարևորը ին ֆիզիկականս է ես ներգայանալի եմ բոլորին հետ կխոսիմ բոլորին հետ կխնդամ բոլորին հետ Ծևով յոլա գերթամ Եվ հոգևոր կյանքը շուքի մեջ կմնա ձածգոցի տակ կմնա Եվ կարևոր է այս արավոտ ամեն մեկ հայորդի ամեն մեկս գարենանք հայտնել ըսել պատմել թե ես որ կողմն եմ
որու գպատկանեմ, որու գարժևորեմ իմ կյանքիս մեջ և գտասեմ առաջնագարկ։ Հռոմեացիներու այս համարները կխոսին մեզի խոստովանության և թավանության մասին։ Խոստովանություն և թավանություն իրարու հոմանիշ պարեր են, սակայն շատերու մոտ ադիգա դարբեր իմաստներ, դարբեր բացատրություններ ունի։ Բայց Աստվածաշունչը այս երկու պարերը կմեկտեղ է, որ հավատացյալի կյանքի մեջ թե խոստովանություն և թե թավանություն ըլլա։ Գհարցնեմ, արդյոք մեր բարեկամները, ընկերները, թրացիները, խնամիները բոլորն ալ գիտեն, թե ես որ կողմն եմ, գիտեն իմ հոգևոր կյանքիս մասին, այդ մասին խոսած եմ, վկայած եմ, պատմած եմ, երբ կխորինք այս մասին, Աստվածաշունչի մեջ ալ գա հերոսմը, որ ծածուկ քաղտնի Հիսուսի աշակերտ էր, չեր ուզեր, որ մեկը գիտնա այդ մասին, և անիգա Հովսեփ Արիմաթեացին էր, Հիսուսի աշակերտ էր, բայց քաղտնապաշ։ Դուն ինչպիսի աշակերտ ես, ինչպիսի աշակերտ կուզես ըլլալ, քաչ գիտնալով, որ ամեն մեկս Հիսուս Քրիստոսի դպրոցի մեջ աշակերտներ ենք, և այդ դպրոցեն շրջանավարտ ըլլալ չկա, մինչև որ մեռնենք կամ մինչև որ հափշտակվենք։ Կնշանակե, որ ամեն օր, երբ այս Աստվածաշունչը կփանանք, թասմը գա, թասեր կան, որոնք կսորվենք, որոնք սորվելու ենք։ Իմաստուն է այն աշակերտը, որ թասը կսորվի։ Գիշեք անցյալ գիրակի հիշեցի, որ երբ թասըդ կսորվիս վերջը քննություն գուքա, քննության պատրաստ ես դու, շատեր թասը կգարտան, տարիներ առաջ, երբ ես աշակերտ էի դպրոցի մեջ, իմ թասընկերներս ոմանք, երբ թաս սորվին գսեի, ասը կեդինը գտնեին, ես վրայեն անցա գսեին, քիրքին վրայեն անցա։ Հիսուսի դպրոցի մեջ ամեն մեկս լրջորեն հետևողական աշակերտ ըլլալու ենք, որբեսի օրեօր իմաստուն, օրեօր ուրախ և օրեօր պատրաստ ըլլանք։ Մատթեոս 10-րդ գլխում մեջ կսե. Արդ ով որ մարդոց առջև զիս կթավանի, ես ալ զանիգա պիտի թավանիմ իմ հորս առջև, որ երկինքն է։ Ուրեմն մարդոց առջև թավանիլը մեր լուրջ սուրբ բարդականությունն է, որովհետև անոր հետ կապված է, թե արդյոք Տեր Հիսուս զիս հորը առջև պիտի թավանի, ինչպես է վկայության կյանքդ։ Բայց թերևս կհարցնենք, ինչ կնշանակե իրեն թավանիլ։ Պետք է ասել, որ Հիսուսը թավանել է առաջ խոստովանության կյանք կա։
խոստովանություն։ Գիտենք խոստովանություն ինչ է։ Վերջին անգամ երբ էր որ խոստովանություն կատարեցիր։ Կարկ մի եկեղեցիներ գսեն պետք է երթաս կղերականին խոստովանիս։ Աստվածաշունչը այդպես բան չսեր։ Աստվածաշունչը գսե առաջին քու մեղքերդ դերոջը պիտի խոստովանիս։ Քու մեղքերուդ մասին ուրիշի պատմելու չես, բայց դերոջը խոստովանելու ես։ Երկրորդ, երբ մեկումը հանդեպ բացասական բան ըրիր, բան փասեցիր, չարախոսեցիր, ըսի ըսավներու մեջ մդար, քու պատասխանությունը դե երթալ այդ անձին եւ այդ անձերուն, հայտնել, ներողություն խնդրել։ Երբ մարդիկ իրարու հանդեպ նեղություն կպատճառեն, ցավ կպատճառեն, դրդմություն կփերեն, անոնք Աստծո խոստովանելիք բաներ չեն։ Անձին, անձերուն գերտաս եւ գխոսիս։ Բայց չլա թե քու մեղքերուդ մասին անձերու խոսիս։ Անձերը գարնեն եւ քու մասիդ պատմություններ գշինեն։ Անոր համար դերոջը։ Դերը մեղքեր ներող Աստված է։ Դերոջը գխոստովանենք մեր մեղքերը եւ մեր սխալները, գադարած հանցանքները մարդոց դերոջմով քույրերու եղբայրներու։ Հակոբոս կսե 5-րդ գլուխ Ձեր հանցանքները իրարու խոստովանեցեք եւ աղոթ կրեք իրարու համար։ Ապա գուկա Հիսուսը թավանել։ Հիսուսը թավանել կնշանակե անիգա իմ անձնական փրկիչս է։ Եթե փրկիչը չէ դագավին, պետք է մեղքերու խոստովանությունը դեր Հիսուսին ընես, որբեսի գարենաս ետքը իրեն թավանիլ մարդոց արջև։ Թավանիլ կնշանակե ասել, որ կհավատամ, որ անիգա իմ անձնական փրկիչս է։ Շատեր գսեն իմ դերս է։ Փրկիչ եւ դեր դարբեր բաներ են։ Փրկիչը մեր մեղքերը փրկեց։ Դերը ասիգա դժվար բան է։ Շատ հավատացյալներ չեն ուզեր, որ անիգա դերը լա։ Այսինքն դեր իմ անձիս, դեր իմ ունեցածիս, դեր իմ ընտանիքիս, իմ հարաբերություններուս, անիգա դեր է, փրկիչ եւ դեր։ Ադիգա գհեղաշրջե մեր կյանքերը։ Բայց հարց կուտանք, թե ինչու ես պետք է ուրիշներու առջև թավանիմ դեր Հիսուսը։ Ցևոմը Աստվածաշունչի փրկության ծրագրի մեջ անհրաժեշտություն գերեւի հրաբարագային թավանումին։ Հռոմեացիս գարտացված բաժինի մեջ կսե 9-րդ համարը Վասնզի եթե քու փերնովդ Հիսուսը դեր խոստովանիս ու սրդիդ մեջ հավատաս թե Աստված զանիգա մերելներեն հարուց բիդի փրկվիս թավանությունը խոսիլը պատմելը ցույց կտա թե իմ սրդիս մեջ ինչ կա։ Աստվածաշունչը գսե սիրտը Փերանը իր սրդին ավելցուկեն գխոսի։
մեր սրդի մեջ եղածը, եթե Տեր Հիսուս մեր սրդի մեջ է, պետք է այդ թավանենք, պետք է անոր մասին խոսենք, պատմենք։ Ընտանիքի անդամները գիտեն, որթուն Տերոջը գսիրես, Տերոջը գհավատաս, գիտեն, որ իր արյունովը փրկված ես, երբեմն գխորինք, պատվելին գա, ավետարանիչներ կան, միսիոնարներ կան, անոնք Տերոջը խոսքը գքարոզեն, Տերոջը մասին գպատմեն, ես ինչու փերանս պետք է փանամ։ Աստվածաշունչը գսե, պետք է փերնովդ խոստովանես, այսինքն փերնովդ պետք է պատմես, ըսես, արտահայտվես, խոսես Տեր Հիսուսի մասին, որտև շատեր կան, եթե դու չխոսես, պիտի չլսեն այդ մասին։ Ամեն մեկս անգույնի մեջ ենք, հասցեմը ունենք։ Ես քու թրացիներուդ, հարևաններուդ չեմ գրնալ հասնիմ, բայց Տերը այդ թաղամասի մեջ քեզ թրած է, այդ հարևանության մեջ թրած է, որովհետեւ շուրջիներուդ խոսիս, պատմես։ Սրդիդ մեջ, եթե հոգևոր բան գա, չես գրնալ լուր գենալ։ Եթե չգա, անիմաստ է հոգևոր կյանքը գաբրի։ Հաջախ հիշած եմ, այստեղի King Market-ը, բոլոր կորձավորներն ալ գիտեն, ոչ թե որովհետև ես եկեղեցական եմ, այլ գիտեն, որ հոգևոր եմ։ Ամեն անգամ, եւ որ գհանդիպիմ, գփարևեմ, անպայման հոգևոր ճշմարտությունը գխոսիմ իրենց։ Խորելով, որ եթե ես չխոսիմ, հավանաբար ասոնք պիտի չլսեն Աստծո փրկության մասին։ Մեզ ամեն մեկում բարդականությունն է այդ թավանությունը։ Կարդացված բաժինի մեջ երկու բառեր կան. սիրտ եւ փերան։ Սրդիդ մեջ եթե բան մգա, փերանը պետք է խոսի այդ մասին։ Եթե չգա, այնական բարավական խոսակցություն պիտի անիմաստ պիտի լա։ Սրդիդ մեջ եղածը շուրջիներուդ խոսիր։ Կարևոր է գիտնալ, որ երկուք իրար մեջ չես կրնալ զադել, փերանդ բամը խոսի, սիրտը տարբեր ուղղությունը ունենա, երկուքը միասին են։ Եթե կյանքը գաբրիս միայն փերնովդ, արտահայտություններովդ, եւ սրդիդ մեջ այդ ուղղության բամը չգա, ցայն փարփարո անաբադի գլա, անիմաստ գլա։ Երանի թե ամեն մեկ մարդ, ամեն մեկ հայորդի, ամեն մեկ հավատացյալ իր սրդի մեջ եղածը խոսի։ Փերան եւ սիրտ իրար մե պետք չէ զադել։ Ինչու՞։ Որովհետև փերանը առանց սրդի գարաչնորդ է գեղձավորության։ Եվ Աստվածաշունչը գսե գեղձավորությունը մեղք է։ Եթե փամը պիտի լաս, ջիգարով եղիր, իրական եղիր։ Եվ գամ երբեք մի լար։ Հետաքրական կարևոր է շեշտը ինչ բանի վրա գտնես։ Կողկոթայի զոհը կբահանչե թավանություն։ Անիգա մեզ սիրեց եւ Կողկոթայի վրա իր կյանքը թրավ, մեր մեղքեր իր վրա արավ, մերավ հրաբարագավ։ Այսօր մենք քրիստոնեական կյանքը քաղտնապար չենք կրնար ապրիլ։ Ինչ կլա, եթե թավանենք։
Ինչ կլա, եթե խոստովանենք։ Գունենանք ներողություն, գունենանք մաքրություն, գունենանք վստահություն, գունենանք բժշկություն, առանց փերանի վախկոտություն կմնա մեզի։ Քրիստոնեական կյանքը կսկսի թավանությամբ, կսկսի խոսքով ու կյանքի փոփոխությունով։ Ամեն գիրագի պաշտամունքեն վերջ երբ ընկերային սրահ գերտանք, վստահ եմ, որ կնկատեք, որ այդտեղը Աստվածաշունչեն կարևոր համար գրված է, որ կխոսի մկրտության մասին։ Աստվածաշունչը որևէ տեղ չխոսիր ման մկրտության մասին։ Տարիներ առաջ, երբ փոքր երեխա էի ես, սովորաբար ավետարանական եկեղեցի մեջ ծնողքս ինձի տարերեն եւ արջևը օրվա բադվելին գլխուս քիչ մչուր թրերը աղոտ մրերը։ Բայց տարիներ ետք, երբ որ հավատքի եկա, դեսա թե այդ սխալ է։ Ես պետք է շուրով մկրտվիմ, որբեսի մարդոց առջև թավանիմ, թե ես հավասիկ Հիսուսի կպատկանիմ։ Եվ որ այդ համարը կգարթաս արդյոք դերը գարաչնորդ է քեզ շիդակ քայլը առնելու։ Մկրտությունը հրաբարագավ վկայություն է եւ մեր եկեղեցաշենքի առանձնաշնորհումն է, որ այս փեմը յետևը կփածվի եւ մկրտության ավազան ունենք, ուրիշ տեղ երթալու չենք մկրտություն ունելու։ Գիտեք, եթե Աստվածաշունչը կգարթակ եւ Աստվածաշունչը փամը գսե, այդ կատարելու եմ։ Կորց կարակելոցի մեջ կգարթանք հավատացողներ մկրտվեցան։ Մկրտությունը հավատալեն ետք գուկա։ Կորց կարակելոց 2:38, 8 եւ 12։ Նաեւ մեր թավանությունը գերեւի շարունակական հոգեվոր կյանքով։ Օրմը այսպես, օրմը այնպես չլար։ Ամեն օրերու մեջ հոգեվոր կյանքդ պետք է երևնա, հոգեվոր կյանքդ պետք է ցույց տաս։ Դանդ մեջ, քրասենյակը, խանութը, կորձադեղին, թբրոցի մեջ, հիվանդանոցի մեջ, ուր որ ես։ Մատթեոս 5:16-ը, առաջին Պետրոս 3:1-4-ը այդ մասին կխոսի։ Վերջապես, մեր թավանությունը գերեւի պաշտամունքով եւ ծառայությամբ։ Որքան քու կյանքիդ մեջ, իմ կյանքիս մեջ գերեւի զասված պաշտելը, ծառայությունը։ Երբեմն մարդիկ կսեն, եթե նույնիսկ պատասխանատու թիրք ունին, այս գիրագի չերթամ։ Քիշեր ուշ կնացա, քիչ մանանքիստեմ։ Ձևով անուղագիորեն ծառայությանեն փախուստ է։ Երբ դգարությամբ դերոջը դունը գուքաս, դերը քեզի բժշկություն գուտա։ Երբ միտքդ տակնու վրա է դերոջը դունը գուքաս, դերը քեզի խաղաղություն գուտա։ Դերոջը դանը մեջ օրտնություն գա, ով որ ինքը դերոջը դունեն հերու գբահե, գզրգվի այդ օրտնությունները։ Մեքենայապար։ Սակայն մեկ բան որոշ է, այս բոլորը գիրականանան Սուրբ Հոգիով։ Սուրբ Հոգին է, որ կգործե մեր մեջ եւ գարաչնորթե, որբեսի մեր մեղքերը խոստովանենք Տեր Հիսուսին, որբեսի մեր փրկությունը մարդոց առջև թավանենք, պատմենք, ըսենք։
եւ ադով գերեվի մեր բդղափեր կյանքը դեր օրտնե բոլորս արադաբես